Բարի երեկո, 168 TV-ի եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօր իմ հյուրը վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանն է։ Բարև ձեզ, պարոն Իշխանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Սիրով։ Դուք մի քանի օր առաջ գրառում արեցիք, հրապարակում եք արել մեդիա կենտրոնում տեղի ունեցած մի ասուլիսի վերաբերյալ, ինչ էր այնտեղ տեղի ունեցել եւ ինչու ձեզ թույլ չտվեցին հարցեր տալ եւ ինչ էին ասել, ինչի մասին էին խոսում FIP փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիրը եւ ՔՊԻ, ավելի ճիշտ Իմ Քայլը խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ներկայումս հանուն հավասարության իրավունքների ՀԿ ղեկավար։ Հա, թեման շատ ծավալուն է, որպեսզի ամեն ինչ պարզ լինի, նախ սկսենք նրանից, թե ինչ է այս ներկայացնում FIPM-ը։ FIPM-ը ինքը փաստերի ստուգման հարթակ է, իսկ փաստերի ստուգման հարթակը ինչ է նշանակում։ Նշանակում է, որ եթե ինչ-որ հանրային գործիչ, ինչ-որ լրատվամիջոց, ինչ-որ սխալ տեղեկություն է տարած, ոչ թե սխալ տեղեկություն, այլ տեղեկություն, որը ենթադրյալ սխալ է, fact checking պետք է։ Հա, իրանք ուսումնասիրում են։ Հենց հիմա մեզ նստած իրանք ուշադիր հետևում են, որպեսզի ինչ-որ բան գտնեն, հա, ու գրանցեն, հա, ու գրանցեն, դզեց Հովհաննես Իշխանյանից։ Իմիջիալից այդպես եղել է 168-ի տաղավարում, երբ Բագրատ Եսայանին էին տարել ԱԱԾ Երկիր մեդիայի հա այդ ժամանակ ղեկավարում էր, հա, ես ասացի, որ լրագրողական կազմակերպությունները Բագրատ Եսայանին աջակցող հայտարարություն չէին արել, իրանք նշեցին, որ ես սխալ եմ եւ հղում տվեցին, որ արել են, բացեցի, ճիշտ ասած ինձ համար էլ անակնկալ միթե արել են, բացեցի, տեսնեմ ոչ թե Բագրատ Եսայանին աջակցողը, այլ հələ մի բան էլ, որ sense բաները, կոդերը, ենթատեքստերը նայում ես, այլ մի բան են, մեղադրող բանը Բագրատ Եսայանին, այդ լրագրողական կազմակերպությունները այս նույն ընտանիքի մաս կազմող կազմակերպություններն են, հա, որոնք այս տարիների ընթացքում փաստորեն բաներով էին զբաղված, ազդեցություն տարածելով Հայաստանում, ոչ թե այդպես անկախ լրագրության եւ բանով, հա։ Ու այդ փաստը, փաստորեն ես քանի որ դժգոհություններ Հա, FIPM-ը։ FIPM-ը, չէ, այնտեղ ուրիշ փաստ ստուգող հարթակներ էլ կան, որ պրոֆեսիոնալ են ստուգում, կան, որ տենց անընդհատ ինչ-որ թերությունների մեջ են ու կողմնակալ են հատկապես։ Որտեղ մի բան է փաստ ստուգելը, մի բան է ընտրել, թե որ փաստն է ստուգում եւ սա է շատ կարեւոր հասկանալու համար, որովհետեւ մենք հասկանում ենք, հա, բանը ցավոք սրտի քաղաքական ուժերը էլ ֆեյքեր են օգտագործում, էլ ապատեղեկատվություն, այդ պատերազմի մեջ ինչ ասես անում են։ Բայց էականա թե դու որ բաժինն ես ընտրում ստուգելու համար եւ եթե դու սկսում ես ստուգել ենթադրենք անընդհատ 168 ժամ 5-րդ ալիք Երկիր մեդիա չգիտեմ ասենք Նայիրի Հոխիկյան Կարեն Վրթանոսյան Անդիմադիր ասում լրատվամիջոցը հա Էդգար Ղարաբաղը հա այսինքն դու կամ ասենք անընդհատ սխալ հերքում են օրինակ չգիտեմ Ռուսաստանի հետ կապված ինչ-որ բաներ երբեմն ճիշտ են օրինակ ամփոփը հետաքրքիր նյութ էր արել բանի Հունգարիայի ընտրությունների հետ կապված Սա չի նշանակում միշտ սխալ են անում։ Իհարկե ճիշտ են բան անում, որովհետև բոլորս էլ հասկանում ենք կլինի Ռուսաստանը, Բրիտանիան, չգիտեմ, բանը Թուրքիան, հատկապես Թուրքիան, բոլորն էլ էս պատերազմի մեջ քաղաքական օգտագործում են, բայց թե հարցը թե դու ում կողմից ես ստուգում փաստերը, այս է խնդիրը։ Հիմա վերադառնալով ու դժգոհությունները շատ էին այս փաստերի ստուգման հարթակների հետ կապված Դες մտքովս ասած դե իմ դժգոհություններն էլ շատ կարծում ասում լավ է ինչքան կարելի է ասենք հա եւ դուք ստեղծել եք փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակ հա ես մի քանի հոգու հետ տենց ասացինք եկեք ստեղծենք փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակ ինքը ընդհանրապես Facebook-յան էջ է դեռ տենց ես իմ որևէ բան չկա տենց մեր գիտելիքները տեղափոխել ենք այնտեղ ու որտեղ կանգնեցի հա օրինակ ասենք Մեդիայը բաներ նյութեր ստուգել ու բացահայտելով Սամվել Կարապետյանի ֆեյքային բանակը ինչ որ sense լուրջ հետազոտություն էին արել բայց ամբողջությամբ այդ գիտեք ինչա հանային շահն էր ստորադասված ինչ իմաստով իրենք ստուգել են որ այնտեղ չգիտեմ Աննա Հակոբյանը այդ ֆեյքերը լուր են տվել որ Աննա Հակոբյանը եսի ինչ գնանոց զարդեր ունի հա տենց թանկարժեք շատ թանկարժեք զարդեր ունի Հիմա իրանք ստուգում են այդ ֆեյքին հերքելով հերքվում է նաև Աննա Հակոբյանի այդ չարաշահումները ենթադրյալ
հասկանում եք, իսկ հանրային շահը ուրիշ բան է պահանջում, հանրային շահը պահանջում է ախպեր, այս ոնց են, այս որտեղից էս փողը, որ գնացել են ցած Զարթենար, ընդ որում լրատվամիջոցներում նյութեր կային տարածված, որ այդ եկեղեցու դեմ հերթական գրողների ժամանակ Աննա Հակոբյանը որ հայտնվել էր, ինչ որ թող ստուգեն փաստերի ստուգման հարթակները, եթե սխալ ասեմ, բայց 8 միլիոն դրամի հասնող զարթեղեն էր կրել, լրատվամիջոցները այդպես էին հայտնել, հա։ Բայց մեդիայում մի ուրիշ բան էր, խնդիրներ էր այստեղ դեր։ Իրանք օրինակ ստուգել էին այս փաստ չէին ստուգել, բայց բան էին արել, ռեպորտաժ էին արել նրա մասին, որ Սեյրան Օհանյանի կնոջ թանկարժեք հագուկապը եւ այլն, հասկանում եք, սլակները ու հա, Սեյրան Օհանյանի պարագայում իրանք այսինքն ստուգում են Տիկին Ռուզաննայի բանը, հագուկապի գինը, ընդ որում իրանք փաստեր ստուգող էին, էլի, տենց լրատվամիջոց չէին, որ գնային այդ գործը։ Ես մի հավելում անեմ, օրինակ ինչպես իրազեկ քաղաքացիների միավորմանը գործունեության դեպքում, իսկ ՖԻՊ-ը իրազեկ քաղաքացիների բանա, բջիջա։ Ինչպես ասենք իրազեկ քաղաքացիների միավորման դեպքում նրանք ընդդիմության ցույցերը վերևից շատ վերևից են նկարում, բայց օրինակ Փաշինյանի այդ եկեղեցական հավաքները ասեն գնան տիեզերքից նկարեն, ասենց երկիր մոլորակը ցույցան ասեն, ահա, խնդրեմ, սա երկրագունն է եւ ինչպես տեսնում եք, այստեղ մարդ չի երևում, չէ՞, հա։ Հիմա վերադառնալով թեմային, հա, ու մեդիայում։ Հա, այդ փաստերի ստուգման, ստուգման փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակով փաստորեն մենք ակնհայտ կեղծիք գտանք ՖԻՊ-ում, ուրեմն Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը, ով պատմական գիտությունների թեկնածու է, այսինքն գիտնական է, միջազգային հարցերում մասնագետ է, ուրեմն հերիք չի այդ գիտնականին այնց արհամարանքով են ներկայացնում, չեք պատկերացնի, ասենք գրելուց միջազգային անվտանգության մասնագետ ներկայացող, հասկանում եք, մարդը աշխատել է անվտանգության ոլորտում, Հայաստանի պետական ապարատում, դուք ով եք, որ եկել եք ու այտենց եք ներկայացնում, ասենք գիտնական մարդ է, բան ունի, այն 80-ականներից շարժման ակունքներում կանգնած եւ այլն, այս արդեն որ արհամարանքով են վերաբերում, սա արդեն կողմնակալ վերաբերմունքի էլեմենտ է։ Ու ներկայացել են Արմեն Մանվելյանը խոսացել է 5-րդ ալիքում ամերիկյան այդ փոքր մոդուլային ատոմակայանների հետ կապված, ասել է, որ ամերիկյան այդ մոդուլային ատոմակայաններից աշխարհում ոչ միտեղ չի գործում։ Ասել են բանը, ասել են սխալ է ասում, գործում է։ Բայց չի գործում։ Ասել են, որ հավանաբար որ Ռուսաստանում եւ Չինաստանում կա, որտեղ Ռուսաստանում, Չինաստանը ունեն գործող։ Հա, ունեն գործ, բայց ամերիկյան չկա աշխարհում գործող։ Բայց ճիշտ է։ Բայց գրել են Արմեն Մանվելյանի նկարը վերևը գրած է, որ ասում է բանը։ Մյուսը Արմեն Մանվելյանի այդ նկարի մոտ, որ այդ փաստերը հերքել են, մեր ձևով շարժման տարբերանշանն է, լոգոն։ Արմեն Մանվելյանը Հայաքվից է, իրան ներկայացնում են մեր ձևով շարժումից, ընդ որում եթե վերադառնանք այն թեմային, թե որ փաստերն են ստուգում, իրանք շատ հաճախ իրենց ստուգված փաստերը ստեղծում են ազդեցություն, որ Ռուսաստանից դուրս եկող ամեն ինչ սուտ է։ Ու հիմա մեր ձևովը, քանի որ նաև ինչ որ աֆիլիացիա ունի Ռուսաստանի հետ, փաստորեն այդ աֆիլիացիան տարածվում է նաև Արմեն Մանվելյանի վրա։ Այնտեղ News Scale Power ընկերության մասին են խոսում, Արմեն Մանվելյանը այդ ընկերության մասին չի խոսացել։ Ասում է, մենք էլ կապվել ենք հետը, ասել ենք այդ նկատի ուներ, ասել է չէ, այդ նկատի չունեի, այնտեղ ուրիշ կազմակերպություններ, տասնյակ կազմակերպություններ կա, որ դեռ լիցենզիա չեն ստացել, մի խոսքով։ Հարցը սա չի, հարցը դա է, որ նույնիսկ եթե այդ փաստ ստուգող լրագրողը ինչ որ անճշտություն է նկատում, որը կարող է այդ անճշտության մեջ ինչ որ խնդիր առաջացնում, զանգի կապվի, իմացի ինչ է, լրագրող ես, ԵՊՀ-ի ժուրնալիստիկայի ֆակուլտետն ես ավարտել։ Լրագրության մեջ կարևոր չի զանգել հարցնելը։ Սա հեչ։ Այս բագաժը ունեցանք։ Հիմա այս բագաժը ես ունեմ, մեկ էլ տեսնում եմ մեդիա կենտրոնում Հասմիկ Համբարձումյանը, ՖԻՊ-ի գլխավոր խմբագիրը հարցազրույց է, մամուլի ասուլիս է տալու նախկին ԿՊԱ-ական падգամավոր Գարինե Աբրահամյանի հետ։ Ասեմ շատ լավ է, գնամ ես հարցերն էլ տամ։ Ասեմ, sense բաներ եք, տեղեկություններ եք, ասել արդյոք պատրաստվում եք հերքեք, թե ոչ։ Ընդ որում բանը կա փաստերի ստուգման հարթակների միջազգային ցանց, որը ստուգում է, վերապատրաստում է եւ եթե համապատասխանում են փաստերի ստուգման պրոֆեսիոնալիզմին, տալիս է վավերականություն, լիցենզիա։ Հիմա ՖԻՊ-ը ունի, մեկը Civilnet-ը ունի Հայաստանից։
Գնում եմ, որ այդ հարցերը ստամ, մտնում եմ ներս, հա, ընդ որում այնտեղ հեռուստադիտողներն էլ կարային հարցեր տային, հեռուստադիտողներից մեկը հարց է տալիս հենց այս փաստերի ստուգման հարթակների հետ կապված, հենց այս Արմեն Մանվելյանի հետ կապված, Հասմիկ Համբարձումյանը տեղում նորից սխալ տեղեկություն է փոխանցում։ Ասում է մենք արձագանքել ենք, մենք Արմեն Մանվելյանին արձագանքել ենք, դա մասնավոր անձնական դեպք է, ես ասելու բան չունեմ։ Ուղիղ եթերում սխալ տեղեկություն է տալիս։ Ես այնտեղ նստած։ Հետո գալիս է արդեն մոտավորապես 50 րոպե այնտեղ ստենց սպասում եմ, հեսա երևի մոդերատորը արդեն հարցերի փուլը կբացի, մեկ էլ արդեն ավարտում է մոդերատորը, ասում կներեք, իսկ հարցերի փուլը չեք բացում, ես հարցեր ունեմ, լսում էի, հարցեր էի գրում մոտս։ Վայ մենք շտապում ենք, բան առանց հետել ուշ ենք սկսել, էսքո մենք ասում, հա, բայց կարեք մի քիչ շուտ կամ հարցերի փուլը բացեիք։ Մոդերատորը նոր է ինձ նկատում 3 մետրանոց սենյակում նոր նկատեց որ ես այնտեղ եմ, ասեց հա բացեմ հարցերի փուլը, բայց փոքր սենյակ է։ Հա, բայց մեկ էլ էս Գայանեն Աբրահամյան եւ Հասմիկ Համբարձումյանը շատ շտապում էին եւ փաստորեն իրանք 50 րոպե տրամադրեցին, որպեսզի ինչ ասես չասեն, այդ թվում գիտեք այնպիսի բաներ էին ասում, որ իմ անվտանգությանը վնաս էր։ Իրենք բթացնում էին իմ հայերիս զգոնությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ։ Դու գրել էիք, որ ասել էին, թե Թուրքիայից վախեր է սպառնալիքները Գայանեն տեսություն են։ Խնդրեմ նաեւ դա։ Չէ, բայց պատկերացնում եք, ասենք նույն բանը, նույն ձևով իրենք Արցախի հանձնման ժամանակ էին այդպիսի բաներ ասում, Արցախի հանձնելը դավադության, այսինքն իրանք անընդհատ կարան նույն բաները կրկնեն, հա, նույն բաները կրկնեն, իսկ երբ որ մեր հարց գալու ժամանակը տա փախնեն։ Հետաքրքիրը գիտեք որն է նաև։ Փաստորեն եկեղեցում մարդուն բերանը փակելով հանում են, կաթողիկոսի անունը գրաքննում են, մամուլի ասուլիսներից փախնում են, բայց ձգտում են Եվրոպա։ Բայց կազմակերպության անունը հավասար իրավունքների ոնց էր հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպ, բայց ֆորմատը այնպեսին չէր, որ հարց ու պատասխան պետք է։ Հա, չէ, իհարկե մամուլի ասուլիսը լրագրողներն էլ հրավիրված էին։ Չէ, մամուլի ասուլիսը լրագրողները հրավիրված էին, մեդիա կենտրոնի մոդերատորը ասում եմ փակում էր, ասեցի բա հարցերի շրջանը, ինքը այդ պահին ինձ նոր նկատեց 3 մետր հեռավորության վրա, բացեց։ Ինչևէ, այս այդ իրանց ասածները, օրինակ նայեք, այն մի հատ վիդեո էր տարածվել, որ ինչ որ մի հատ տղա ավտո է քշում, ադրբեջանական երգ։ Իրանք այս փաստերի ստուգման հարթակները հերքել էին, որ դա Հայաստանում չի, ինչ որ Վրաստանում է թե որտեղ է, էական չի։ Բայց տեսեք, այստեղ խորամանկությունը որն է։ Ադրբեջանցիները գալիս են, չէ, Հայաստան, իրաց լկտի պահում են, չէ, Ամասիային, չէ, գնացել, հիշում եք, մենք այդ հետքերով էլ ենք գնացել, հեսա ես կասեմ դրա մասին։ Իրենք գալիս են այստեղ խաղաղ դիվերսիաներ են իրականացնում, կանչում են բոլորին այստեղ, սեփականատիրական զգացումներ են արտնացնում, երգում, պարում, ասում են սա մեր հայրենիքն է եւ այլն եւ այլն։ Այս ամբողջ բագաժը, որ զգոնություն պետք է մեզ մոտ արտնացնի ադրբեջանցիներին դիմադրելու հանդեպ, մեկ լուր հերքելով, ոչ, սա բան է, կեղծ լուր է, սա բան չի, սա Հայաստանում չի, ստեղծում են տպավորությամբ, թե այն մնացած բագաժն էլ իրական չի։ Հասկանում եք, որն է այստեղ խնդրեմը։ Այո, սա լուրջ սա բան է, քարաշերտ, տասնաշերտ ուղեղային մանիպուլյացիայի տրյուկ է։ Հիմա վերջը դա Հայաստանում էր, թե Հայաստանում չէ։ Դրանք հերքել են, ես չեմ ստուգել։ Ճիշտն ասած, մեր փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակով կարելի է մի հատ էլ ստուգել, հա։ Ես չեմ ստուգել, իրանց հերքել են, բայց այս կոնտեքստից եմ ասում, եթե ճիշտ են հերքել, ապա իրենք զգոնությունը վերացում են մյուսների նկատմամբ։ Մենք ֆիլմ ենք նկարում հենց այս թեմաներով, այդ ադրբեջանցիների լկտի պահվածքի եւ այդ որ ուզում են իբր բերեն վերաբնակեցնեն, ու այդ ֆիլմի շրջանակներում մենք գնացինք Ամասիա նաեւ։ Մենք հանդիպել ենք ընտանիքների, որոնք մի քանի անգամ գաղթ են ապրել, այսինքն մի հատ Սումգայի, Թի ջարդերի, Բաքվի ջարդերի ժամանակ, հետո գնացել են Արցախում են ապրել, հետո 20-23 թվականներին նորից Ադրբեջանի պատճառով բռնագաղթել են։ Հիմա այդ մարդկանց ասում են դուք պետքա բան անեք, չէ՞, ադրբեջանցիները նորմալ է, բան, խնդիր չկա, մանիպուլյացիա է ոնց էր ասում։ Դե թող Գայանե Աբրահամյանը կհրավիրենք իհարկե մեր ֆիլմի դիտմանը, այդ ընտանիքներին թող բացատրի, որ մանիպուլյացիա է, ադրբեջանցիներից վաղ չկա։ Իրանք տեսել են, թե Սումգայիթում ու բանում հերոսներից մեկը Մինգեչաուրից է, մեկը Բաքվից է, բայց Սումգայի լրագրողը եւ Սումգայիթի այդ ամբողջ այդ ջարդերից տեղյակ է, հարցազրույցներ էր անում էլի այդ շրջանում Սումգայիթի ջարդը վերապրածների հետ։ Ու գնացինք Ամասիա։ Ամասիա գնացինք,
Ես անկեղծ ասած, այնց վհատված եմ, որ իմ ընտանիքը մեծ ազգս ապրում է այնց վախի մթնոլորտում, ոչ մեկ հարցազրույց չտվեց։ Բոլորը խուսափում էին ինչ-որ խնդիրներից, ինչ-որ հանկարծ մի բան չլինի, ինչ հայ-թուրքական հարաբերություն չի կարելի խոսալ։ Հետո մեզ սկսեց ինչ-որ մի հատ մեքենա հետևել։ Ասած հետևներիցս գալիս էր, բան ուր գնում էինք, չգիտեմ ով էր, բայց երևի ասել էին գնացեք հետևեք, հա։ Դա մենք կարանք ենթադրենք ով էր։ Հետո մենք մոտեցանք այդ մեքենայի վաղորդին, ասացինք աղա դու խոսաս Ամասիայից մի երկու բան, ասաց ճիշտ ասած տեղից չեմ, բան տենց չկարեցավ խոսալ, հա, թե չկօգներ։ Մի խոսքով ասածս ինչա, այսինքն այդ ադրբեջանցին գալիս է հանգիստ ֆրֆռում է մեր երկրում, ոստիկանների հետ գնում է խոսում է բան, բայց իմ ընտանիքս Ամասիայում իրանք վախեցած են, որ ինչ որ բան պատմեն։ Այսինքն մեր ժողովուրդը մեր երկրում վախեցած է։ Խուսափում է ինչ որ բան պատմի, սա նորմալ չի։ Հիմա այս արածները, այդ մեդիա կենտրոնի հետ Գայանի Աբրահամյանի արածները նպաստում են, որ իմ ընտանիքը շարունակի այս վախի մթնոլորտում ապրի։ Հովհաննես, մենք տարբեր հարթակների մասին ենք խոսում, ես որքան գիտեմ, դրանք բոլորը ինչ որ տարբեր արևմտյան եւ այլ ֆոնդերի։ Դե մեծ մասը արևմտյանով է։ Իմիջիայլս FIPM-ի մասին մի բան էլ ասեմ, տարիներ առաջ 168 ժամ խոսել ենք։ 2018 թվականին բաները հակերը ոնց է հայերեն կոմպյուտերային բաները, չարաճճիները։ Հա, ինտերնետային չարաճճիները։ Մեծ արտահոսք են արել, որը տենց լրագրողները որակել են որպես Snowden-ից հետո ամենամեծ արտահոսքը։ 2018 թվականին էր, անունը կրել է Integrative Initiatives, կարող են մեզ դիտողները փաստերի ստուգման հարթակները կարող են սրճանել եւ նայել ինչի մասին է խոսքը։ Բրիտանիան ստեղծել էր մի հատ sense կառույց, ինստիտուտ, որի շրջանակներում հավաքագրել էր աշխարհում տարբեր բաներ, փաստերի ստուգման հարթակներ, այդ մի ծրագիրն էր, այդ ամբողջ այդ ինստիտուտի մի ծրագիրը, որը կոչվում էր Exposed Networks։ Այդ դրանց մեջ փաստերի ստուգման անկախ հարթակներն էին, որոնք պետք է կոչվեին անկախ, բայց իրենք պետք է իրենց երկրներում Ռուսաստանի դեմ ազդեցություն իրականացնեին։ Ու այդ Վրաստանից էլ կային մի 3-4 հատ էր կարծեմ, Հայաստանից մի հատ էր։ Հայաստանից այդ անունը, որ ներառված էր այդ ցանցի մեջ, SUTEM-ն էր։ SUTEM-ը էլի նրա հետ է կապված, չէ՞։ Ասում եմ, SUTEM-ը այդ արտահոսքից մի ամիս առաջ անունը փոխել է FIPM։ Հասկացաք կապը։ Հա։ Այնպես որ այս հարցն էլ է շատ էական, էլի, որ պետքա շատ դատա փետվի եւ հələ պետքա ածն քննի այս հարցը, թե անկախ փաստերի ստուգման հարթակի տակ էս ինչ գործունեություն են ծավալել Հայաստանում։ Ընդ որում այնտեղ բաներ կա, sense ինստրուկցիաներ կա, թե ոնց պետքա աշխատեն, ու ինստրուկցիաներում բարձ գրված է անպայման պետքա այնպես անեք, որ անկախությունը, օբյեկտիվության տպավորությունը չկորցնեք։ Հա։ Այդ էլ կարող ենք ենթադրենք, որ մեկու մեջ կարող է օրինակ ասենք FIPM-ը ստուգել էր, որ Սամվել Կարապետյանի այդ խոսացածը AI-ով չի, ասել են հա տեսակ, մենք դրական նյութել ենք արել Կարապետյանի համար, բայց ասածս ինչ է, այս կապը կա։ Մի խոսքով sense պետքա վերաբերվել։ Ինչ վերաբերում է վերադառնալով այդ մամուլի ասուլիսին, սա իհարկե խոսքի ազատության, սահմանափակում է իրենք նաև այնտեղ մեղադրանքներ էին հնչեցրել այդ փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակին, որ թափանցիկ չի գործում, որ ֆինանսական տեղեկությունը հայտարարված չի, բայց մենք գրած է էջում կամավոր ենք գործում եւ անվճար, հա, որևէ բան չունենք, ու անունների հետ կապված էին ասել, որ անունները չի հրապարակվում, այս իմաստով իրանք ճիշտ են ասում։ Լրագրության կարևորագույն բաներից է թափանցի, որպեսզի անունը հրապարակվի նյութի հեղինակի, բայց դա ուրիշ խնդիր կա։ Երբ որ իրենց հետ կապված քննադատություն է լինում, էլ KGB-իշնիկ, էլ FSB-իշնի ագենտ, էլ նախկին, էլ Քոչարյանական, չգիտեմ Քոչարյանական վատ բան չի իհարկե, բայց ամեն դեպքում, հա, այսինքն եթե օրինակ չգիտեմ Հայաստանում ատելությունը լիներ սևերի հանդեպ, կարող է ասեին դա բան է,
նեգրերի փաստերի ստուգման հարթակը։ Դա կարող է տենց ասեն, ըստ ատելության բաժինի, էլի։ Այդպես բաներ են ասում, դե մենք էլ որոշեցինք, դե ես խնդրեմ չունեմ որ ինձ ասեն, բայց մնացած ովքեր ներգրավված են, ասացինք եկեք բան անենք, այդ անունները հլվոր չհրապարակենք։ Բայց ամեն դեպքում իրանք ճիշտ, այս հարցում իրանք ճիշտ են, որ անունները պետք է հրապարակվի եւ այդ խորհրդածելու տեղա տալիս։ Բայց այն մնացած բաները արդեն ասացի։ Ու հա, մյուս բանը, որը ես չեմ բանանի խուսափի օգտագործել ածական զազրելի բառը, տեսեք առավոտը այս թեմայով նյութ արեց, առավոտ թերթը։ Ու ես ասացի, ինչի համար էի գնացել, որ Արմեն Մանվելյանի բանից պատմեցի եւ այլն։ Իրենք վերցրեցին առավոտի լոգոն, ճպցրեցին, իբր ստուգում են փաստերը, հերքեցին, թե իբր առավոտում սխալ լուրեր ա տարածվել, այսինքն վարկաբեկեցին առավոտը։ Ոչ թե գնացին սկզբնաղբյուրին, ու իրանք սկզբնաղբյուրի տեղը գիտեին, չէ՞, որտեղ Հասմիկ Համբարձումյանը արդեն մեդիա կենտրոնում բաներ ան։ Ասուլիս։ Հա, բայց գնացին առավոտին, այսինքն փորձեցին ճնշել անկախ լրատվամիջոցին, որ նայի, եթե դու գնաս այս թեմայով հարցազրույցանես, ես գալու եմ քո հետևից։ Իսկ եթե երբ առավոտին 30 տարվա իր գրասենյակից հանում։ Իսկ երբ առավոտին 30 տարվա մամուլի շենքի է գրասենյակից, բանկ գրասենյակ չէր, ասենք, չգիտեմ, Elite Plaza-ում կամ ինչ որտեղ, մամուլի շենքի գրասենյակից են հանել։ Ոչ մի բան չեն, մի ձեն չեն հանել, ոչ Մհեր Արշակյանը, Հասմիկ Համբարձումյանի ամուսինը ՀՄԵԿ-ի լուրերում է, եթե չեմ սխալվում, մինչև հիմա այնտեղ է։ Ամեկ պլյուսի թղթակից է, Ամեկ պլյուսը փակելուց այդքան իրար հետ բան են արել, բռունցքի պայքարել են։ Բայց հիմա առավոտին որ հանում են, մի հատ ձեն չեն, բայց այս բանով դեպքով գնացել են սկզբնաղբյուրի էթիկան են խախտել, հերիք չի։ Մի հատ նորից են ստել։ Գրել է այդ լրագրողը։ Մենք Արմեն Մանվելյանին չենք ներկայացրել բան, մեր ձևով շարժման անդամ։ Նկարում լոգոն կողքը կպցրած է։ Զանգում ենք Արմեն Մանվելյանին, ասում ենք բանը, դու Newscale Power-ի նկատի ես ունեցել խոսել, ես չէ։ Ես այդ նկատի չեմ ունեցել։ Դուք զանգեն ճիշտ են ինչ։ Այսինքն ըստ էության ու Նիկոլ Փաշինյանի բառապաշարն է կամ հիմա շատ է։ Բառապաշարը ճիշտ են պահում։ Բառապաշարը լրագրողական են փորձում պահել։ Իր ռետորաբանությունը, որը փորձում հենց բոլոր այդ ուժերին մեկ ընդհանուր զանգուղի մեջ ներկայացնել։ Այն ժամանակվանից այդ տենց է։ Հիշում եք, նույնիսկ կարանք 2008 թիվը հիշենք, վերջ տանք ռոբոտացմանը, սերժանտացմանը եւ թողնցներեն քաղաքական գործիչները դոդացմանը։ Հա, այդ երեք իրանց այդ թիմից է էլի դուրս եկել 2008 թվի։ Հիշում եք սերժանտացմանը, ռոբոտացմանը։ Այս այսինքն անընդհատ այդ կապել է բոլորին իրար հետ, մի կացայի մեջ դնել, համը հեշտացնում է։ Բոլորին բերում ես մի թիրախի տակ ես դնում, սկսում ես խփել, իսկ այնց sense պիտի տարբեր թիրախներով խփես էլի։ Փաշինյանի երեկվա ելույթը ազգային ժողովում, չգիտեմ տեսել եք թե չէ, իհարկե մենք ամեն անգամ ասում ենք, որ վերջն է, բայց սա մի ուրիշ վերջն է։ Վերջը արդեն եղել է, հիմա բանը post վերջն ենք ապրում։ Վերջը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսվեց, դա էլ վերջ։ Վերջի բանը ածանցիալը 2020 թվականի նոյեմբերի 9-ն էր։ Մենք post վերջում ենք ապրում հիմա։ Հիմա մի հատ էլ բանը վերջը մոդեռնիզմի post մոդեռնիզմ ենք, հա։ Եվ նա ուժեղ Հայաստանի Դա ինքը Հայաստան դաշինքի ՀՀԿ-ին էլ միացրեց, ՀՀԿ-ին կապում է ուժեղ Հայաստանի հետ, ՀՀԿ-ն հայտարարել որ չի մասնակցել, ԲՀԿ-ի ընտրողներին, այս բոլոր ուժերի ընտրողներին անվանեց շուն ու շանգյալ։ Ըստ ձեզ ինչպես պիտի պատասխանեն այս ուժերի, կարծում եմ որ 100,000-ավոր, տասնյակ հազարավոր ընտրողները այս վիրավորանքին։ Դե նախ պետք է արձանագրենք, որ ինքը ռասիստ է։ Ինքը այն գլխից է ռասիստ է եղել, ասենք ռասիստներին ոչ թե արձագանքում են, այլ օրինակ Նյուրնբերգյան դատավարություն եղավ 20-րդ դարի ամենահայտնի ռասիստների նկատմամբ։ Դե այս տղաները թուրքական քաղաքականության ռասիզմ է, չէ՞, ինքը բոլորին, այսինքն հայկական ինքնության ընտրողներին համարում է բան, շունշագել։ Եթե ունես հայկական ինքնություն, ուրեմն դու բան ես, ապարտեիդ է կիրառում։ Բայց այստեղ ուրախալի բան կա։ Նայեք, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ, իր առաջին ատելության խոսքը դատավորներին էր ուղղված, հետո բան նախկիններ, սևեր, սպիտակներ եւ այլն, հետո սկսվեց ուղղվել Ռուսաստանի դեմ, չէ, բանը, Ռուսաստանն է մեղավոր, բոլոր զինվորն է մեղավոր, բոլորը մեղավոր են բացի իրենից,
որովհետև ինքը հաղթում էր, փաստորեն թուրքական քաղաքականությունը հաղթում էր, ինքը հաղթարշավ էր ապահովում, դրա համար հա մնացածը կանային մեղավոր լինեն։ Ու այդ ժամանակ երբեք այտենց ժողովրդին առանձնապես չէր կպել։ Բայց հիմա փաստորեն մեղադրելու տեղ արդեն չի մնացել, հիմա մնում է արդեն բանին ժողովրդին ուղիղ բան անի։ Մեկը 2008 թվականին էր այդպես անում, երբ որ ասում են այդ Ղարաբաղցիներին պետք է հետ ուղարկենք Ղարաբաղ, այսինքն ականհայտ այդ ժողովրդի ինչ որ շերտին մարտի 1-ի այդ ելույթների ժամանակ։ Իսկ հիմա նորից վերադարձել են փաստորեն այդ բանին, ժողովրդին ատելություն բան անելուն։ Չէ, բայց մենք ասենք մեր հիշողությունը բավական երկար է, բացի պատմությունից ժամանակակից նորագույն Հայաստանի ՀՀՇ-ի ժամանակ մի անմեղ ինչ որ բան է լինում, չգիտեմ, Հրանտ Բագրատյանն ասում էր Մալբորո եմ ծխում, դարձնում էին սկանդալ, հանրապետականից ինչ որ մի բանը մի չեմ ասում շատ անընդունելի բաներ ասում, բայց էլի մեծ աժիոտաժ աղմուկ էր բարձրանում։ Հիմա բառացի 100,000-ավոր մարդկանց Շունուր Շանգյալ է անվանում, եւ սա Էրդողանն էլ է անվանում։ Չեք հիշում Էրդողանը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, որ ես լրագրողները ինձ ինչ ասես չեն ասում, էլ չգիտեմ, քուրդ, էլ վրացի, բայց որ ամենավատն է, հայ են ասում։ Հիմա այս նույն բանն է։ Այսինքն ինքը նույն բանն է, այս տղան գրավված են սպառում, այդ Էրդողանական, թալիաթական, ռասիստական, հակահայկական տեքստերը այստեղ ասում է, ընդ որում սա ոչ միայն հայերին է վերաբերում, չէ՞ որ ինքը քրդերին էլ է հանձնում, չէ՞ որ ինքը Իրանն էլ է հանձնում այդ բանով Զանգեզուրի միջանցքով, չէ՞ որ ինքը այս վարկով հանձնեց ժողովրդավարությունը, որովհետև Արցախը ինքը ժողովրդավարության զարգացման ճանապարհով գնացող ծրագիր էր, բայց ինքը հանձնեց այդ Ալիևին, որը 30 տարի այնտեղ մենակ Ալիևն է, իշխանական ճյուղերը ընդհանրապես մի հոգու ձեռն է ամեն ինչ, լրագրողները բանտերում լցված, ովքեր պահանջում են խաղաղություն Հայաստանի հետ բանտում, իրական խաղաղություն, սրանց ասած խաղաղությունը չէ, նստած բանը Թալիշ առաջնորդները սպանվում են բանտում, վերջին Թալիշ առաջնորդը Ափոս Սոդան, որին սպանեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին, այո, նոյեմբերի 9-ին սիմվոլիկ էր, հա, սպանեցին, այո, բանտում։ Ու այս տղան ինքը ոչ թե խորհրդանշում է միայն Հայաստանի կարգ ու կանոնի խախտումը, ինքը աշխարհի կարգ ու կանոնի խախտման մասը, այդ Էփշտեյնյան կոալիցիա, որ ասում են, իրանք այդ Էփշտեյնյան կոալիցիայի մաս են, բարի ժպիտներով բաներ, մանկաս, ոնց էր հայերը, մանկապից, չէ՞ որ այդ բանը, Ամերիկան առաջին բանը ինչ արեց, հարված Իրանում առաջինում հարվածեց, դպրոցական աշակերտներին, աղջիկ, 160 քանի, 4, մոտ 170 անչափահաս աղջիկա սպանեց։ Ու այդ կարգ ու կանոնը, որ հետո բանին Խամենեին սպանեցին, դե էլ չենք ասում, որ այն ժամանակ Սուլեյմանին սպանեցին, 12 օրյա պատերազմում էլի առաջնորդային, այսինքն միջազգային իրավունքի մի հատ կոլապս է իրականացրել այս Էփշտեյնյան կոալիցիան։ Ու այստեղ մեր հայերի սանելիքը ինքը շատ փոքր բան է թվում Նիկոլից ազատվելը, բայց ինքը այդ երկիր մոլորակի զարգացմանը նպաստող շատ էական աշխատանք է։ Մեր պատանները ռազմաքաղաքական հատկապես, որ նստած են հիմա Բաքվի բանտերում, առևանգված պահվում են, իրանք մասնակիցն են այդ աշխարհի վերականգնման կարգ ու կանոնի։ Ադրբեջանում նստած է աշխարհի կարգ ու կանոնը։ Ինչու՞, որովհետև Արցախը զարգանում էր ըստ աշխարհի կարգ ու կանոնի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի կանոնադրություն, ՄԱԿ-ը ստեղծվեց, ասեցին մենք հարաբերվում ենք ազգերի ինքնորոշման, ազգերի հարգանքի հիման վրա։ Արցախը ընդունեց այդ կանոնները եւ ինքնորոշվեց, գնում էր այդ ճանապարհով, ասում էր դե տեսեք ռասիստ են, Սումգայիթին ջարդ են անում, իմիջիալը տեսել է, չէ՞, ասում Արցախյան շարժումը սկսվեց, որով դրա համար է պատերազմ եղավ։ Մերոնց այնտեղ կոտորեցին, դրա համար մենք ելանք մեր իրավունքները պաշտպանելու։ Թող ինձ ներեն իմ ընտանիքիս ավակները հելանք բարի համար վեր կացանք։ Մեր իրավունքները ոտքի կանգնեցինք մեր իրավունքները պաշտպանելու։ Հիմա նույն իրավիճակում ենք, բան չի փոխվել։ Այս տղան, այդ աշխարհի կարգ ու կանոնը խախտողն է։ Եթե ինքը վեր է կանում, ասում է այդ Շունշանգյանը, եթե սահմանադրության մեջ սահմանադրությունը խախտելու
խոստում կա, ինքը ասում է, ես որ ընտրվեմ, խախտելու եմ աշխարհի կարգ ու կանոնը։ Հայաստանը աշխարհի մաս է, չէ՞, աշխարհից դուրս չի։ Ասում է, այդ աշխարհում այդ տարածքը որ կա, այդ տեղի կարգ ու կանոնը խախտելու եմ ես, եթե ընտրվեմ։ Ասում է, չէ, գրած է ծրագրի մեջ, կաթողիկոսին հեռացնելը։ Սահմանադրության 17-րդ հոդվածը խոսք է տալիս կխախտի, կրոնի խղճի ազատության մասին օրենքի 17-րդ հոդվածը, որ իրավունք չունեն պետությունը խառնվելու որևէ կրոնական կազմակերպության գործունեության մեջ, խոստանում է կխախտի, մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը խղճի ազատության մասին կրկին խոստանում է խախտի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մասնակցելու ազգային ժողովի ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանը չէ, բանը քաղաքացիական պայմանագիր է, որովհետև իրանց խոստման մեջ կա սահմանադրությունը խախտելը։ Սա նույնն է, եթե որևէ մեկը Հայաստանում գա բանով, ծրագրով, ու ասի, որ ես եթե գամ իշխանության, կյանքի իրավունքը վերացնելու եմ, ում ուզեմ կոտորելու եմ, ում ուզեմ սպանելու եմ։ Դե նկատի ունեք սահմանադրությունը փոխելու նրանց նպատակը, թե Չէ, սահմանադրություն փոխելը չէ, ծրագիրը, բան, նախընտրական ծրագրում քաղաքացիական պայմանագիրը ունի խոստում, որ իշխանության գալու դեպքում հեռացնելու են կաթողիկոսին։ Չէ՞։ Որը սահմանադրության խախտումը։ Նիկոլ Փաշինյանը խոսք է տալիս, որ ընտրվի, ինքը խախտելու է սահմանադրություն։ Այլ հարց, որ ինքը արդեն սահմանադրախախտ է, ինքը սահմանադրության ահաբեկիչ է, Արցախն է հանձնել, Գորիս-Կապան ճանապարհն է հանձնել, Տավուշի տարածքներն է հանձնել, եկեղեցու դեմ այդ արշավները, այդ սաղ, այդ մենք գիտենք, որ սահմանադրախախտ է։ Թուրքիայի քաղաքական գործչի համար նշանակություն չունի Հայաստանի կարգ ու կանոնը, ինքը անընդհատ կխախտի այդ կարգ ու կանոնը։ Դրա համար իր համար այդ խնդրեմ չի, բայց այդ խնդրեմը մենք պիտի հասկանանք, որ ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է իրան արգելի, իրանց չգրանցի, որտեղ չես կարա գաս, ասենք խոստում տաս, որ չգիտեմ, ասենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու եմ, որ գամ իշխանության, չէ՞։ Ու բանա, մասնակցես ընտրություններին, նույն բանն է անում։ Իսկ Իրանի հակամարտության ներկայիս դինամիկան ազդում է ձեզ Հայաստանի process-ների վրա։ Դե պիտի ազդի, չի կարա չազդի, որովհետև ասենք այնտեղ լուրջ այդ ծրագիրը կա, այդ Զանգեզուրի միջանցքի, չէ, որը հիմա ամենայն հավանականությամբ պետքա ամերիկան ստիպի արագացվի, որ այդ օղակում կարողանա Իրանին սխմի։ Ես տենց եմ ենթադրում, հեսա ճիշտ ավելի քաղաքագետները խոսան այդ բանի հետ կապված, բայց օրինակ Զանգեզուրի միջանցքի հետ կապված մենք այլ Նայիրի Հոխիկյանի, Ռուբեն Հարությունյանի հետ մենք դիվանագիտական հիմնադրամով այլ ծրագիր ենք իրականացնում, որ լավ եղբայր, եթե դուք ուզում եք Զանգեզուրի միջանցք, ասում եք խաղաղություն, եկեք դրան զուգահեռ բացենք վստահության միջանցքը, Սադարակի միջանցքը։ Ինչ է Սադարակի միջանցքը։ Երբ որ գնում ենք Երասխ, չէ՞, Երասխից այնտեղից ձախ ենք անում, որ գնանք հասնենք մինչև Մեղրի, չէ՞։ Հիմա այդ ճանապարհով, եթե ուղիղ գնում ենք, մտնում ենք Նախիջևան, Սադարակի շրջանը, անցնում ենք 15-20 կիլոմետրը, կպնում ենք Իրանին միանգամից, այսինքն 15-20 կիլոմետր հետո։ Իսկ սենց պետք է գնանք, հասնենք այդ ոլորաններով, բաներով, այդ մեծ ավտոների համար վտանգավոր է։ Դե ժամանակ նույնիսկ այդ Մեղրի պլան կոչեցյալի քննարկման ժամանակ նույնիսկ Քոչարյանը առաջարկել է, որ ասա հականդեմ առաջարկություն է արել, որ եթե նրանք Մեղրին են ասում ազդել, նա էլ առաջարկել է, որ Սադարակը տան, որ Իրանի հետ կապը պահպանվի, իհարկե դա չի ընդունվել։ Բայց այդպես պիտի լինի, ինչ է նշանակում, դուք մեզնից բան եք ուզում, ճանապարհ եք ուզում, մենք տենց բան ենք, մեխի գլուխ ենք, դե հասկանալի է, իրենց համար քաղաքացիական պայմանագրի համար խնդիր չի, որ հայերը մեխի գլուխ լինեն, բայց սա էլ է կարևոր հարց։ Այսինքն, եթե դուք ասում եք բան խաղաղություն, դե եթե խաղաղությունը դե Սադարակի միջանցքը բացեք։ Բայց եթե Իրանը ինչի՞ չկա այդ խաղաղության պայմանագրը հանդես գալիս, փաստացի ավելի ուժեղացած դուրս գա այս պատերազմից, սա չի նշանակում, որ Իրանը չի հանդուրժի, հենց հայ-իրանական սահմանին ես գնացել եմ Մեղրի, վերջի շրջաններում գնացի, ու այնտեղ ահռելի կառուցում է գնում իրանական կողմից, այդ հյուսիս-հարավի համար, կամուրջներ, թունելներ, հա ու պատկերացրեք, այսինքն ինչ են անում սրանք ու իրանց այս ամերիկացի տենց սենց կան, չէ, էլի Էփշտեյնյան ժպիտով սենց երկար տեքստեր գրողները։ Այդ խաչվող աշխարհում հակամարտող խաչվող ծրագրեր են։ Մեկը սենց որևէ նշանակություն չունի, հա, այդ հորիզոնականով, միայն նշանակություն ունի Թուրքիայի համար, որ կպցնեն իրար ու Ամերիկայի համար, որ Իրանին օղակի մեջ գցի, մյուսն էլ այդ բանն է։
իրանականն է, որը սենց գնում է մինչև բան հյուսիս հարավից օգտվելու համար։ Հիմա այս հատվածում, այսինքն իրանական տրանսպորտը, որ սենց գնում է, ստեղով պետք է գնան, ասենք ամերիկյան ինչ-որ պատկանի ամերիկային, այսինքն չգիտեմ, ամերիկան կանգնած լինի, ամերիկյան իրավապահներ, ուժայիններ, ամերիկյան նշանակության բայց կարծես թե մոռացվեց թրիպը, համաձայն ինչ է լինելու։ Չէ, դե ոնց։ Մի տեսակ ժամանակավրեպ դարձավ, հիմա եւ շատերն են այդպես գնահատում, որ թրիպը իր ակտուալությունը սեքսուալ գործել է այս պատերազմի բերումով։ Բայց հիմա բանը վերադասավորման շրջան է, ես կարծում եմ, չէ՞ պատերազմ։ Հիմա ասենք տենց օրինակ ասենք Ամերիկային հիմա պետք է հասկանալ, ենթադրում եմ, թե ովքեր են ի վերջո Իրանում այդ կառավարիչները, ով է կառավարում այդ պատերազմը, ինչ եղավ, այդ ասում սաղին գլխատեցինք, բայց հələ գործում է, այդ ոնց եղավ։ Հիմա պետք է նստեն, բանակցեն, տեսնեն, չէ՞, ովքեր են այնտեղ, որ Լարիջանին սպանեցին, վերջին երևի բաներից էր, որ սպանություններից էր։ Անվտանգության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղարը փաստացի նա էր ղեկավարում ամբողջ կառավարումի ձեռքում էր։ Բայց էլի շարունակվում էր, ու էլի Իրանը իր անելիքը անում էր։ Շատ հրամանատարների հոգևոր առաջնորդի։ Հիմա ամենայն հավանականությամբ պետք է ամերիկան ինչ-որ բան հասկանան։ Ես հասկանում եմ ամերիկյան քաղաքականությունը եւ միտքը ինքը այդ իմաստով հզոր է, ես կուզեի հայերս էլ այդպես լինեինք։ Ինքը մինչև չհաղթի չի հանգստանում։ Եվ իրանք նույնիսկ այդ հնդկացիների բնիկների հետ պայքարում էին այդպես, չէ՞։ Մինչև չհաղթում, չեն հաղթում, չեն հանգստանում։ Հիմա ինչ է նշանակում Իրանին հաղթել։ Այսինքն կամ պետքա ատոմային զենքով հարված են ոչ չասներ, ինչպես սպառնում է Թրամփը, կամ ցամաքային հարձակման ասեն, բայց դա կարող է Ամերիկանը վերջանա այդ արանքում, էլի։ Դրանից բխող բոլոր հետևանքները։ Հա, թե չէին վաղուց արած կլինեին։ Բայց դե Իրանի հաղթել նշանակում է, որ իրանական ազգային ինչ կա չկա այնտեղ, ես ինքնություն նկատի չունեմ միայն պաշարները նկատի ունեմ, հա, լինի Ամերիկայի վերահսկողության տակ է, այսինքն նպատակը ո՞րն է Ամերիկայի գնալ եւ սխալ եմ ասում, չէ՞։ Դե ի սկզբանե ասում էին, որ նպատակը այնտեղ վարչակարգը ռեժիմը տապալել է։ Դե հա, վարչակարգը ռեժիմը ինչի համար է տապալում։ Տապալում է հրաժարվի միջուկային Հայաստանում վարչակարգը ռեժիմը տապալելու նպատակը ո՞րն էր։ Նպատակը նա էր, որ լինեն իրենց կառավարելի վարչակարգն ու ռեժիմը։ Շատ պարզ է, ասենք ամբողջ աշխարհում նոր բան չի, Բոլտ ու Գայկի դարից բան։ Եվ հոգևոր առաջնորդին սպանելուց հետո, իսկ նոր հոգևոր առաջնորդ, այսինքն Իրանի գերագույն առաջնորդ, իսկ Իրանում կրոնապետություն է, ընտրվեց Ալի Խամենեի որդին, հետո Թրամփը հայտարարեց, ասում հա, այնտեղ ռեժիմը փոխել ենք։ Դե բանի պես, բայց շատ հետաքրքիր է, չէ՞, օրինակ շատ նման է քարոզչականը, ոչ թե նման է, այլ նույնական է։ Ասենք գնացել են պայմանագիր են կնքել, պայմանագիրը ո՞րն է, հուշագիրը նախաստորագրել են այդ Զանգեզուրի միջանցքը, իրանք թրիփ են ասում, ես Զանգեզուրի միջանցք եմ ասում։ Բայց շակերտների մեջ վերցնենք, հա, երևի Զանգեզուրի միջանցք, որովհետև դա Ալիևի բառապաշարն է, չէ՞։ Հա, բայց թրիփ ասելով մենք էլ կորցնում ենք զգոնությունը։ Մենք մոռանում ենք, որ դա հենց Զանգեզուրի միջանցքին ուղղված ծրագիրն է։ Պետք է ասենք Զանգեզուրի միջանցք, որպեսզի զգոնությունը վերադառնա։ Հիմա այդ ծրագրով միջազգային դատարաններից մեր դեմ հայցերը հանում են։ Մինսկի խումբը ջնջխեցին։ Բանը այդ 907-րդ բանաձևը սենատի կոնգրեսի զենքի մատակարարման հանեցին։ Բան կա, կետ կա 8-րդ հոդվածն է, որ բանում պետքա պայքարեն, չգիտեմ, ինչ որ սեպարատիզմի, դրա այդ կետով եկեղեցու դեմ են պայքարում։ Հա, եկեղեցու դեմ հենց այդ կետով են պայքարում։ Այդ թող չմտածեն էլի բանը չենք հասկանում։ Հա, մի խոսքով, այնտեղ ցենզուրաներ է մտնելու արվեստի մեջ, կինոյում բան եւ այլն, որ հանկարծ չփորձեք Արցախ, չգիտեմ, բան, ասենք հանկարծ չմտածեք ռևանշիստական բաներ եւ այլն բան։ Հա, այսինքն ամբողջությամբ մեր դեմ է այդ։ Այնտեղ մենք չունենք հաղթանակ, չէ՞։ Ունենք, չունենք։ Նույն բան գերիները վերադարձել չկա այդտեղ, ամենամարդասիրական բանը անգամ չկա։ Բայց նրանց ներկայացրեցին, որ բանը հաղթանակ ասա, չգիտեմ, ես իմ ինչը, այսինքն իմ դեմ հանցագործությունները միջազգային դատարանից վերադարձնելը հաղթանակ է։ Դրա Եղիշե Կիրակոսյանն էլ, ով զբաղվում էր այդ հարցերով, հաջորդ օրը հրաժարական տվեց։ Հիշում եք, հա։ Հիմա հարցը հետեւյալն է։ Մենք հայերս աշխարհում ինչ առաքելություն ունենք։ Արդյոք մենք Էփշտեյնի կոալիցիայի մեջ ենք, որը տանում է փոքրիկներին, չգիտեմ, այնտեղ գզվրտվում է հետները, բան տենց եւ այլն բան։ Ավելի վատ բաներ, նույնիսկ որ
եթերում աշխարհի կարգու կանոնն են խախտում այնտեղ, չգիտեմ, կամ Ալիևը գալիս է ասում է, ինչ օրենք իրավունք, Բրունսկ, հա, Բրունսկն է ճիշտ է, տենց է, չէ՞ ասում է։ Այդ երկաթե Բրունսկը վերջը Ալիևի գլխին իջնելու է, ինչ եք կարծում։ Այդ որ տենց շատ է։ Դե ես այդ բանի Բրունսկի կողմնակիցը չեմ, ես ուրիշ քաղաքակրթության տենց կողմնակից եմ, որ Բրունսկի իջնի գլխին։ Ես դա հասկանում, դրան եմ տանում էլի հիմա խոսակցությունը։ Հա, դրա կողմնակիցն ենք, թե մենք իրար հարգելու, միասին համակեցություն ստեղծելու, աշխարհը զարգացնելու, երկիր մոլորակը զարգացնելու համար ենք համար է մեր առաքելությունը։ Այսինքն կարծում եք, որ բարբարոսների հետ կարելի է այդպես խաղաղ միջոցներով հարցեր լուծել, որը այս հակամարտությունը դիտում է ասացի մեջ խաղաղը։ Դե ասացիք, որ դրան կողմնակից չեք, այսինքն ուժային մեթոդներին։ Չէ, դե մի վարքյան, այդ ուժային մեթոդը ինքը ուզած չուզած ինքը գալիս է, երբ որ այդ երկաթե Բրունսկը գալիս է վրա, այդ այսինքն երբ որ Էփշտեյնը գալիս է վրա, դու պետք է այնքան պատրաստված լինես, որպեսզի Էփշտեյնից պաշտպանվես։ Հիմա այդ երեխաները, դեռահասները Էփշտեյնից ինչի չէին կարող պաշտպանվեին, որովհետև չունեին հետևները կանգնած բանակ, չգիտեմ, ուժ եւ այլն եւ այլն։ Բայց հիմա որպեսզի պաշտպանես այդ երեխաներին, քեզ անհրաժեշտ է ունենալ բնականաբար այդ Բրունսկը, բայց իմ ասածը այն է, որ Բրունսկը չպետքա լինի մեր համակեցության կենտրոնը, մեր համակեցության կենտրոնը պետքա լինի իրավականությունը, օրենքը, որտեղ չես կարող, այո, չես կարող երկրի առաջնորդին, որ ուզում է սպանես, հելնես սպանես։ Հովանես, այստեղ մի ուրիշ կարևոր եւ առանցքային հարց կա, բայց ոչ հնարավոր է համակեցություն թուրքերի ադրբեջանցիների։ Այս սերնդի հետ հնարավոր չի, որովհետեւ այս սերունդը ինքը Ալիևը նախապատրաստված սերունդ է, որը պետք է Հայաստանը վերացնի։ Նույնը Թուրքիան ճիշտ ասած այդքան հետաքրքրված չի Հայաստանում, բայց ամեն դեպքում Թուրքիայի ցեղասպանությունը չճանաչելը ինքը խնդրեմ բերել է այս հերթական ցեղասպանությունը, որտեղ այս մարդկանցով են իրականացնում։ Հայախոս, հայկական դպրոցներ գնացածներով են իրականացնում մեր ցեղասպանությունը։ Արցախի ցեղասպանությունը ով էր հիմնական դերակատարը։ Նա ով Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանը, չէ՞, քաղաքացիական պայմանագիր։ Իրենք, այսինքն, եթե ճանաչած լինեին ցեղասպանությունը Թուրքիան, մենք այս արցախցիները այս խնդրի առաջ չէին կանգնի, ոչ թե Սումգայիթի առաջ կկանգնեին գուցե հայերը։ Ու դրա համար քանի այս քաղաքակրթական մոտեցումը չի փոխվել, իրենց հետ համակեցություն A հնարավոր չէ, B սա միայն հայերի հարցը չի, ես կրկնում եմ, սա նաև այս տարածաշրջանում ապրող մյուս ազգերի հարցն է, որոնք այս տեսակի բնավորություն ունեցող ազգերից ճնշվում են, խոսքը թալիշների, եզդիների, քրդերի, այսինքն խմբերի, ոչ էթնիկ պատկանելիության ոչ մի ազգերի, հա։ Այո։ Ու որովհետև Ադրբեջանի վերջը մենք խոսեցինք բանտում սպանությունների մասին, բայց իրենք լեզվի եւ մշակույթի իրավունքներից էլ հավասարապես չեն օգտվում։ Եվ իմիջիալից հիմա Ադրբեջանը սկսել է շահարկել այսպես ասած, այսպես կոչված իբրև թե ցեղասպանությունների հարցը եւ օգտագործել դա Հայաստանի դեմ։ Դա ինչ նոր միտում է։ Դե Հայաստանի գրավելու ճանապարհին բոլոր հնարավոր մեթոդները կիրառելու միտում է։ Հիմա 1918 թվի քարտեզներին վերադառնալու միտում է։ Ոչ թե քարտեզներն իրանց ուզած քարտեզներին, էլի։ Հա, այդ միտումը ունի։ Իրանք անընդհատ այդ հիմնավորման process-ի մեջ են ոնց են Հայաստանը գրավելու։ Մի կողմից սեփականատիրական զգացողությունն են առաջացնում իրենց երկրի բնակիչների մոտ, մյուս կողմից այդ երկրի բնակիչներն այդ սեփականատիրության զգացումից ուղարկում են Հայաստան դիվերսիաներ անելու, այդ նկարներ, բաներ, վիդեոներ, սա մեր երկիրն է, եկեք եւ այլն բանման։ Մյուս կողմից միջազգային հարթակներից հանում են մեր դեմ իրականացրած հանցագործություններ, որ մենք մնանք անպաշտպան։ Մյուս կողմից փորձելու են այդ վերաբնակեցման հարցը խցկեն այնքան, որ ասենք բերեն այստեղ հայերի հետ ապրեն, մի մասը թողնի գնա, որովհետև կոնֆլիկտներ են առաջանալու, մշակութայինից սկսած ամենափոքր բանն լինելու է ազգայինից վերջացած։ Իհարկե կմնան ոմանք կապրեն, հետո բայց իրանց էլ բան կանեն, կոչնչացնեն։ Բայց այդ կոնտեքստում թե ինչ են այդ ցեղասպանության հարցը բարձրացնում, դա պարզ է, որ այդ արևմտյան լեզուս չպետք է ֆռա այդ անունը ասեմ, հասկանալի է։ Բայց այստեղ այլ հարց կա։ Սա դադարեցնելու միակ ճանապարհը մեր ընդլայնելն է
մեր երազանքների եւ այդ մեր երազանքների մեջ միակը չի, որ ասում են միակ ճանապարհը մի քիչ կեղծ է հնչում, բայց ճանապարհներից մեկը, որ ես ամեն դեպքում վերցրել եմ եւ կանեմ, եւ դրա մեջ ներառելն է այս տարածաշրջանում ճնշվողներ։ Ընդ որում դրանք կարող են լինել նաեւ ադրբեջանցիներ։ Դուք մի շատ կարևոր հարցադրում արեցիք, թե որն է հայ ժողով, հայ ազգի առաքելությունը ընդհանրապես։ Ես Ձեր պատասխանը ո՞րն է դրա։ Իմ պատասխանը մի քիչ երկար է, բայց փորձեմ բանը մեր ինքնության միջոցով, մեր ազգային երազանքների միջոցով աշխարհի երկիր մոլորակի զարգացման եւ կարգուկանոնին նպաստելը եւ դա ոչ թե ես ուղղակի ասում եմ ինչ-որ բանից, ոչ այդպես օթից ես այդպես եմ ուզում, չգիտեմ, երազ եմ տեսել կամ կինո եմ նայել, չէ, բայց այդպես է ինքը տրամաբանական շղթան, մաթեմատիկորեն ինքը հետևությունները բերել է դրան։ Արցախը աշխարհի կարգուկանոնի համար էր պայքարում, ինքնորոշման իրավունքի համար, չէ։ Հիմա այդ պայքարը ադրբեջանական բանտերում է։ Հիմա այդ պայքարը, որպեսզի այդ պայքարը մենք հանում ենք այդ մարդկանց այդ բանտերից, նշանակում է վերադարձնում ենք աշխարհին կարգուկանոնի մեջ։ Իրավունքը ստորադասվել է ուժին, ցավոք։ Դա միտքը։ Իսկ մեր բանը, որ իրավունքը վերադարձնել իր տեղը եւ իհարկե ասում եմ, նույնիսկ եմ ասում, այս պայքարի մեջ նաև կարող են լինել ադրբեջանցիների իրավունքների պաշտպանություն, որովհետև լրագրողներ կան, որ ասենք Ալիևը 15 տարի, ասենք նստացրել է, որովհետև իր ընտանիքի հետ կապված պատմությունները, բան, տենց իրենց քննադատաբար են։ Բոլորին հայկական լրտեսն չէ, դարձնում։ Այդ չգիտեմ, այդ կարելի է ուսումնասիրել, հա, դուք երևի ինձ լավ կիմանաք, բայց բանը, հա, բլոգերներ եւ այլն, ու բոլորին չէ, բայց շատ հաճախ։ Այնտեղ մի հատ տղա կա, օրինակ 17 տարեկան մի հատ տղայի պատմություն կա, որ սպանել էին, որովհետեւ Գանձակից կարծեմ Կիրովը, այսինքն Գանձակ կոչված այդ կողմից էր։ Հա, կարծեմ այդ կողմից։ Հա, բայց բան էր, որովհետեւ հետևել էր ոստիկանների այդ բանը, թմրա նյութերի ինչ որ տեղափոխման, փոխանցման բաները, հետո այտենց սպանած գտել էին։ Այսինքն մեր խնդիրը այդ նաև այդ ադրբեջանցի այդ 17 տարեկան տղային պաշտպանելն է այս տարածաշրջանում։ Հասկանալի է։ Եվ ամփոփելով մեր զրույցը, Փաշինյանը այսօր նաև հայտարարել է. եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես կկանգնեմ։ Ձեր կարծիքով ինչ կորոշի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններին եւ ինչպես է գնահատում անդիմության այս ուժերին, որոնք մենք հիշեցինք, ինչպես է նրանց շանսերը։ Ուրեմն քանի որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրախախտ է ու տեղյակ չի, որ Հայաստանը իրավական պետություն է, Հայաստանում մահապատիժը վերացված է, դա վերացվել է 2001 թվականին, երբ մենք Եվրոխորհուրդ էինք մտնում եւ այլն։ Քանի որ տեղյակ չի, ուրեմն ասեմ, Հայաստանում ինքը գնդակահարության պատի տակ չի կարող կանգնել, որովհետև Հայաստանում մահապատիժ չկա 1, երկրորդ Հայաստանում ժողովուրդը ոչ թե որոշում է ում ոնց պետքա դատեն, այլ ժողովրդի քվեի միջոցով ստեղծվում են այն համակարգերը, որոնք մասնագիտորեն եւ հմտությունների միջոցով իրականացնում են արդարադատությունը։ Սա հույս ունեմ քաղաքացիական պայմանագրում վերջապես կընկալեն, որ ժողովրդավարությունը ոչ թե ժողովրդի որոշումն է, այլ ժողովրդավարությունը հակակշռների մեխանիզմները ստեղծելն է, որի ամենամեծ թշնամին քաղաքացիական պայմանագիրն է։ Բացարձակ հակակշիռ չկա, ինչ ուզում անում են։ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտից սկսած դատախազի ինստիտուտով վերջացրած։ Միանշանակ այդ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը շատ ընդունված է ամերիկյան ժողովրդավարության դեպքում իջած։ Եվ վերահսկողության այդ լիազորությունը ազգային ժողով չէ, պետք է վերահսկի գործադիր մարմնին, չգիտես, արդարադատությունը։ Բայց մի հոգի ինչ ուզում անում է։ Մի հոգի, մի կուսակցություն, ես այս թեման եմ անդադ արծարծում, որովհետև ինձ մոտիկ է, որպես իրավապաշտպան գործունեության հետ առնչություն ունեցող մարդու իրավունքների պաշտպանը, եթե ժամանակ ունենք, կարող մի հատ դիտարկում անեմ։ Իհարկե։ Մարդու իրավունքների պաշտպանը ինքը մի հատ ինստիտուտ է, որը պետք է զբաղվի իշխանության անօրինականությունների եւ բանը պաշտպանելով իշխանությունից այդ ոտնձգություններից իշխանական մեկ-մեկ ժարգոններն է գալի բերանից, չեմ կարողանում ճիշտ բառերը ասեմ, չարաշահումներից, բան ժարգոնումս հաբրգել բառներ, չարաշահումներից պաշտպանի իշխանության։ Այսինքն պետք է լինի իշխանության զսպող, բայց ինչպես է ընտրվում մարդու իրավունքների պաշտպանը։ Ուրեմն ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը, որը մարդու իրավունքների հանձնաժողովն է, բերում է տեխնացու, ամեն ուժ կարող է բերել իր տեխնացուն։ Այդ բանում
հանձնաժողովում կա 5 ԿՊԱ-ական, 2 Հայաստան դաշինք, 1 պատիվ ունեմ։ Այդ չեղավ, որ ԿՊԱ-կանի տեխնացուն անցնելու 5 հոգով ընտրեցին, գնաց նիստի, ազգային ժողովի նիստի։ Ազգային ժողովի նիստում պետքա հիմա այդ տեխնացուն եկել է խոսում է, պետքա քվեարկեն։ Ու 3/5-ը, այսինքն 64 հոգի կարող է ընտրել մարդու իրավունքների պաշտպան։ Քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակ ուներ 71 հոգի, հիմա 69 հոգի, այսինքն քաղաքացիական պայմանագիրը ինքը ընտրում է մարդու իրավունքների պաշտպան, սա չեղավ անկախ մարմին, սա չեղավ մարմին, որը կախված չի իշխանությունից, ուղղակի կախված է իշխանությունից։ Եվ ժողովրդավարությունը հենց այս հարցերում էս հակակշռում ստեղծելն է, որտեղ էական է ժողովրդի քվեն, բայց մնացած էս հարցերի կարգավորումները ինքը ժողովուրդը ուղղակի մասնակից է, ոչ թե ասում է Փաշինյանին տարեք պատի տակ գնդակարենք։ Դու ով ես որ ասես բանը, մենք դատարաններ ունենք դրա համար ու մահապատիժ էլ չկա։ Ոնց ճիշտ կգտնեն դատավորները, այտենց էլ կլինի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ ձեզ շնորհակալ։ 168 թեմի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։ Կհանդիպենք։